աղոթելու ենք բոլոր հիվանդների համար, հիվանդանոցներում և բոլոր հիվանդների համար, որոնք որ իրանց դժվար և զրկանքների օրերն են քաշում հիվանդության մեջ։ Մենք հավատում ենք, որ Աստված բարի է և Աստծո զորությունը միայն նրա համար չի, որ մենք երգենք, խոսենք կամ աղոթենք, այլ նաև նրա համար է, որպեսզի մենք Տիրոջից վերցնենք հոգևոր և ֆիզիկական բժշկություն։ Միտեղ Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ մի անդամալույցի պիտի բժշկեր, ասեց, որցակ, քո մեղքերդ քեզ ներված են։ Եվ հետո ասեց, վեր կաց, մահիճը տար և քայլի։ Եվ այդ ժամանակվա փարիսեցիները և քահանաները դատեցին և ասեցին, ով կարող է մեղքեր թողել, եթե ոչ միայն Աստված։ Իսկ Տեր Հիսուսն ասեց, որն ավելի հեշտ, ասել քո մեղքերը թողված են, թե ասել վեր կաց, մահիճդ վերցրա և քայլի։ Բնականաբար ավելի դժվար ասել վեր կաց, մահիճդ առ և քայլի մեկին, որ իծն է անդամալույց պառկած է եղել և նրա բոլոր մկանները և հյուսվածքները չորացած են։ Բայց Տերը մեզ այստեղ ցույց է տալի այս հրաշքով, որ ինքն է մեղքեր թողողը։ Եվ մեր մեղքերն են պատճառ, որ մենք հայտնվում ենք շատ անգամ տարբեր հիվանդությունների կամ տարբեր զրկանքների կամ տարբեր տեսակի խոչընդոտների, արգելքների, հոգևոր կամ ֆիզիկական անդամալուծության մեջ, երբ որ մեր կյանքի ընթացքը առաջ չի զարգանում և կարծես լճացած, կարծես կանգնած լինի փակուղում մեր կյանքը, ինչպես անդամալույծինը։ Եվ մենք ստեղ տեսնում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը անդամալույծին ասում է վեր կաց և քայլի և քո մահիճդ հավաքի։ Եվ բոլորը տեսնում են, որ իրապես որ եթե այդ անդամալույծին մեղքերը թողված չլինեին, ներված չլինեին, նրա կապանքները և նրա հիվանդության խնդիրը չեր լուծի, որովհետև հիվանդության ետևը կանգնած են դևեր, որոնց առաջ շատ անգամ մարդիկ մինչև հիվանդանալը կամ որևէ մի զրկան գնալը բացում են դռներ մեղքերով, որտեղ մեղքերը տարբեր հիվանդությունների, անեծքների և այդ հիվանդությունների և անեծքների հետևը կանգնած դիվային ուժերի առաջ դռներ է բացում։ Եվ մենք անզոր ու անկարող ենք շատ անգամ երկարատև բուժվելուց, որևիցե մի արդյունք ստանալու, բայց մի խնդիր կա, դա մեր մեղքերն է։ Դա կարող է լինի քո բամբասանքը, դա կարող է լինի քո չարախոսությունը, կարող է լինի քո ատելությունը, կարող է լինի չներելու քո հոգեբանական խնդիրը, կամ որևիցե մի ուրիշ մեղք, որ դու գիտես, որ դու գերի ես և շատ անգամ մարդիկ, երբ որ մեղանչում են, նույնիսկ երբ որ ինչ-որ մեկին անիծում են, մտածում են, որ դա շատ մեծ հանցանք չի։ Շատ մեղքեր կան, որ քրորեն ոչ հետապնդվում են, ոչ էլ պետական օրենքներով պատժվում են, բայց Աստծո թագավորության մեջ այլ է մեղքի նկատմամբ Աստծո տեսանկյունը։ Աշխարհում բամբասանքն ու չարախոսությունը, ատելության խոսքերը արտահայտել և զրպարտելը սովորական երևույթ է, բայց Աստծո թագավորության մեջ դա որպես մեղք է դիտարկվում։ Եվ այդ մեղքի պատճառով դռներ են բացվում։ Եվ մարդիկ տարբեր հիվանդությունների մեջ են հայտնվում կամա թե ակամա։ Բայց Տերն ուզում է այսօր, որ դու հասկանաս և քո սրտում ընդունես, որ Աստծո ներումը քո համար այսօր գործում է։ Եվ Աստծո ներման մեջ կա Աստծո ողորմությունը նաև։ Եվ դու կարող ես այսօր ընդունես այդ ներումը։ Եվ Աստծո հոգուց ստանաս այդ ներումը։ Եվ Տերը քեզ ասում է, որ ես ներում եմ քեզ։ Եվ որն էր այդ ներման հետևանքը, որ այդ անդամալույծը վեր կացավ և քայլեց։ Վեր կացավ և իր մահիճը, որ շատ ծանր էր, որ նույնիսկ
շատ առողջ մարդը չէր կարող դա վերցնել, վերցրեց եւ քայլեց։ Սա քո կյանքի մեջ եղած խնդիրների լուծման առաջի փուլն է, որ դու ընդունես, որ Հիսուս խաչի վրա մեռավ քո մեղքերի համար, քո հանցանքների համար։ Եվ այսօր ընդունես քո ներումը զղջալով եւ խոստովանելով քո մեղքերդ։ Հաջորդը նա է, որ հավատքով ընդունես այն բժշկությունը, որ Աստծո ողորմությամբ պիտի գա քո կյանքի մեջ։ Մի այլ պատմության մեջ, որը գրված է Մատթեոս ավետարան 15-րդ գլուխ 25 համարում, մի կին գալիս է եւ երկրպագություն է անում Տիրոջ եւ ասում է օգնիր ինձ։ Նա էլ պատասխան է տալիս եւ ասում է. լավ չէ երեխաների հացը առնել եւ շներին գցել, որտեղ այդ կինը հեթանոս էր եւ հեթանոսներին հрьяաների համար շանպես էին, նրանք շուն էին անվանում հեթանոսներին։ Նա էլ ասեց, չվիրավորվելով, խոսեց, գիտես հավատքը խոսել գիտի, հավատքը խոսում է։ Դու ինչ ես մտածում եւ ինչ ես խոսում եւ ինչ ես արտահայտում Տիրոջ մասին։ Եթե դու հավատում ես, որ Տերը քեզ կբժշկի, դու պիտի ասես դրա մասին, որ միայն Աստված կարա իմ հիվանդությունը վերցնի, իմ ցավը վերցնի, միայն Աստծո ձեռքերի մեջ է իմ բժշկությունը, իմ ազատագրությունը, իմ կյանքի բոլոր խնդիրների լուծումը։ Եվ այս կինը այդ մեծ հավատքով էր եկել, հավատքը ո՞րն է, երբ որ մենք մեր անկարողության մեջ վստահում ենք Աստծուն, հավատքը դա ներշնչանք չի, հավատքը դա ինչ-որ տրամադրվածություններ չեն, հոգեբանական ինչ-որ դրսևորում չի, այլ հավատքը դա վստահել է նրան, որ այն ինչ որ դու չես կարող, նա կարող է անել, եւ դու ամբողջովին հանձնվում ես, եւ քո կողմն ես անում, եւ Աստված իր կողմը, քո գործը չի թե Աստված ինչպես է բժշկելու քեզ, քո գործը չի թե Աստված ինչպես է կույրի աչքին տեսողություն տալիս, խուլին լսել, համրին խոսել, մեռերին հարություն է տալիս, եւ կաղին քայլել է տալիս, եւ շատ հրաշքներ անում։ Քո գործը չի այն ինչ որ Աստված պիտի անի, նա լավ գիտի, բայց քո կողմդ շատ կարևոր է որ դու անես եւ այս կինն ասեց. Տեր, օգնիր ինձ։ Ինչ էր եղել այս կնոջը։ Այս կինը եկել էր եւ խնդրում էր, որպեսզի իր երեխային բուժի Հիսուսը։ Իսկ Հիսուսն ասեց. լավ չի որ տղոց երեխաների, այսինքն իմ ժողովրդի հաց առնեմ եւ շներին գցեմ։ Նա էլ ասեց. այո Տեր, սակայն շներն էլ իրանց տերերի սեղանից ընկած փշրանքներն են ուտում։ Գիտես, ուզում եմ ասեմ, որ շատ անգամ երբ որ Աստված մեզ բժշկում է, դա ուղղակի մի փշրանք է, բայց մենք շատ անգամ մտածում ենք, որ բժշկությունը դա այս ինչ մեծ բան է, դա ես քեզ մի բան ասեմ, դա ուղղակի Աստծո ցույց տված մի նշույլ ողորմությունն է, փառքն է քո կյանքում, որ դու ամբողջովին դառնաս նրան։ Այն ժամանակ Հիսուսը պատասխան տալով ասեց նրան. ով կին, մեծ է քո հավատքը, քեզ դինի ինչպես ուզում ես։ Եվ նրա աղջիկը բժշկվեց նույն ժամից։ Հիսուսը հավատք տեսավ այս կնոջ ասածների մեջ։ Ինքը չնայեց, որ Աստված մերժում է իրան, որ Հիսուսը մերժում է իրան, ասեց հարմար չի, որ ես բժշկեմ քո աղջկան, որտեղ ես Իսրայելի կորսված ոչխարների մոտ եմ եկել։ Բայց այս կինը ինչ խոնարհություն դրսևորեց եւ ասեց. Տեր, շներն էլ իրենց տերերի սեղանից ընկած հացի փշրանքներով են կերակրվում։ Եվ այդ փշրանքը Հիսուսը տվեց եւ ասեց. քո հավատքը քեզ բժշկեց եւ քեզ դինի ինչպես ուզում ես։ Ինչ հրաշալի պատասխան էր։ Այդ հավատն էր, որ բժշկեց իր աղջկան, որովհետեւ հավատքը խոսել գիտի, հավատքը արտահայտվել գիտի։ Եվ գիտես Հիսուսն ինչ ասեց նրան, ով կին, մեծ է քո հավատքը։ Իսկ գիտես իր այդ քայլողաշակերտներին ասեց. եթե դուք մանանեխի չափ հավատք ունենայիք, այս սարը կարող եք տեղաշարժել, բայց այլու տեսես հեթանոս կինը
շատ մեծ հավատք ուներ, որտեղ նա խոսեց, նա չհիասթափվեց, նա ասեց, որ միևնույնն է, քեզանից մի փշրանք այսօր, եթե ստանամ, որպես շուն, որպես հեթանոս, ես դրանով եմ գո, և ես կնոջ հավատքը բժշկություն բերեց, այսօր քո հավատքը թող բժշկություն բերի, այսօր մի ասա, չգիտեմ, Աստվածից թողելը, Աստվածից մերժելը, ասա մի բան, թերևս ես արժան չեմ, թերևս ես շատ մեղքեր ունեմ, թերևս ես շատ սխալներ ունեմ, ցավոք սրտի շատ մարդիկ որոնք գնում են տարբեր խնդիրների մեջ Աստծուն են մեղադրում մի հատ են, փոխանակ նայեն իրենց կյանքին, որ Աստծուն մերժած կյանքով են ապրել, բայց ուզում եմ ասեմ քեզ, որ այսօր քո օրն է, և Հիսուսը չգնաց այդ կնոջ տուն, Հիսուսն ուղղակի ասեց, գնա, քո աղջիկը բժշկվեց։ Տիրոջ զորության համար արգելք չկա, այս հեռավորությունը արգելք չի, և Աստծո զորությունը կգա և կգտնի քեզ, կբժշկի ու ազատագրի քեզ։ Եվ ես հիմա աղոթում եմ և բարձրացնում եմ ձեռքերս Հիսուսի անունով, և դու ուղղակի ասա, այո Տեր, թերևս անարժան եմ, բայց քո բժշկության, քո ողորմության կարիքն ունեմ, և ես ուզում եմ այդ բժշկությունը, և ես հավատում եմ, որ միայն դու կբժշկես ինձ։ Ասա քո հիվանդության հակառակ, քո հիվանդությունը ավելի մեծ չի, քան Տերը և Տիրոջ կարողությունը։ Եվ ես ուղղակի Հիսուսի անունով հրամայում եմ, որ ամեն հիվանդություն, ամեն ցավ հեռանա քո մարմնից, ամեն հիվանդություն և ամեն հիվանդության հետևանքները հեռանան քո կյանքից և բոլոր դևերն ու խավարի ոգիները, որոնք քո հիվանդության հետևը կանգնած են, Հիսուսի անունով ես կապում եմ նրանց և շպրտում եմ խավարի անունով։ Ամպագորգոր ասելու, խոսքեր ասելու կարիք չկա, միայն դու ասա քո շուրթերով, ես քո բժշկության կարիք այսօր ունեմ և ես անարժանս վերցնում եմ քեզանից այս բժշկությունը, շնորհակալ եմ քեզանից, ասա, տես քեզ արդեն բժշկված, մի նայիր քո հիվանդությունների, նայիր Տիրոջը խաչի վրա, որի վերքերով մենք ունենք բժշկություն։ Եվ ես Հիսուս Քրիստոսի վերքերը վրճակում քո ուռուցքների վրա, քո վերքերի վրա, քո ստամոքսի խոցերի վրա, քո աղիքների խոցերի վրա, քո մարմնի բոլոր անդամների վրա և բոլոր հիվանդություններն ու ցավերը, որոնք որ տանջում են, որոնք որ խանգարում են քեզ դիարժեք ապրելու, Հիսուսի անունով սաստում ու հալածում եմ, որտեղ իշխանություն ունենք Հիսուսի անունով, բոլոր հիվանդությունների, բոլոր ցավերի, բոլոր խավարի ուժերի ու դևերի վրա, մենք փառավորում ենք քեզ, Տեր, փակիր քո աչքերդ, որտեղ էլ որ դու գտնվում ես հիմա, փակիր քո աչքերդ, և այն ներկայությունը, որ հիմա կգա քո վրա, և կլսնի քո հիվանդասենյակը, Տիրոջ բույրը, Տիրոջ հոտը, անուշահոտ, և նրա հրեշտակների օրհնյալ ծառայությունը քեզ, Սուրբ Հոգի, փառավորում եմ քեզ, թող անետանան ուռուցքները, թող վերանան ամեն ցավերը, Հիսուս, բարեգութ ու բազմավողոր, մենք քո հաղթանակն ենք հռչակում, և մենք այսօր այստեղ եկեղեցով բարձրացնում ենք մեր ձեռքերը հիվանդանոցներում, Հայաստանի բոլոր հիվանդանոցներում պառկած հիվանդների վրա, Տեր, որ նրանք տեսնեն քո փառքը, թերևս նրանցից տասնյակ և հարյուրավոր հոգիներ դառնան, ապաշխարեն, վկայեն, դառնան քո ծառաները, քո փառքի, ավետարանի խոսքի զորությունը նրանց վրա թող գա, Տեր, և թող տարածվի նրանց միջոցով, Հիսուս։ Ով փառավորում եմ քեզ, ով ծափահարում եմ քեզ, ով մեծարում եմ քեզ, և ասում եմ, ողջ փառքը, պատիվը, մեծարանքը, օրհնանքը և գովեստը քեզ, հալելույա, շարունակիր մնալ Տիրոջ ներկայության մեջ, քո հիվանդասենյակում, քո պալատում, հիվանդանոցում, որտեղ որ դու գտնվում ես, քո տանը, քո երեխային գրքիր, և
բժշկությունը։ Ես հավատում եմ Տեր Հիսուս Քրիստոսի բժշկարար զորությանն ու կարողությանը։ Ասա, ես հավատում եմ Տեր Հիսուսի ամենակարող բժշկարար զորությանն ու կարողությանը։ Եվ ասա, ես բժշկված եմ, որտեղ Տերը հավանում այս բժշկել, որտեղ հենց տոր ես հասնեցի իմ մեղքերս, որոնք դռներ էին բացել ամեն հիվանդությունների և ցավերի առաջ, դիվայնի ուժերի և խաղերի հոգիների առաջ, բայց Տերը ներեց, Տերը թագավորի քո կյանքում, Տերը թագավորի քո կյանքում, հրաշք է վճարում շրջանական հիվանդություն, ամեն թոքերի և գլխային հիվանդություններ, ամեն տեսակի տեղացած, քաղցկեղի և քաղցկեղից հետևանքների, ամեն տեսակի հետքեր, դոյմեն մեջ Հիսուս, բոլոր նրանց ովքեր որ հիմա նայում են, ովքեր որ հավատում են Տեր, ովքեր որ նրանց աչքերը փակել են և ասում են, ես բժշկված եմ, Ես տեսնում ինչպես ես դու մատչում ամեն մարմին, ես տեսնում ինչքան երեխաներ են, որ հիմա հավատքով ծնկած են քո առաջ Տեր, բոլորը ծնկները ծավես, ամեն սուրյազի տեսակներ են մեր Հիսուսի արյան ներքո, մաշկային հիվանդություններ, գլխուղեղի ուռուցք, ամեն տեսակի կիստաներ, ամեն տեսակի նորակայացություններ, Հիսուսի անունով, դուրս, ամենացեք ու չքվեք, Հիսուսի անունով եկել է Դավիթ առջև խոնարհվելու Սուրբ Հոգի օգնի մեզ ով կյանքի լույսը տեսնելու Հիսուս բնիչ մեզ անունը քո մեծանում ենք Քեզ Տեր օգնի Ես վստահ եմ որ Դու բժշկված ես, սկսի կարդալ նոր վտակարը և եթե կառաջնորդվես, կարող ես ամեն երկուշաբթի 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 և ամեն կիրակի 6:30 այցելես մեզ, ամեն կիրակի 2:30 այցելես մեզ վաղաշ-վաղաշյան 12 հասցեով և ես անձամբ իմ քույրերիս եղբայրներիս հետ կշարունակեմ քեզ համար աղոթելը, Տերը օրհնի ձեզ